Չէր թիրախավորվել մայրաթոռը, որովհետև մայրաթոռը ևս այն կենսունակություն ապահովող ինստիտուտներից է եղել, որ այսօր հիմնական խոչընդոտն է հայ իշխանությունների հակահայ քաղաքականության իրացմանը, որը արտահայտում է գրեթե բոլոր հարթությունները։ Այսօր մարդիկ քաղաքական դաշտից, հասարակական դաշտից պարզապես քաղաքացիներ եկել են եւ իրենց սատարումն են հայտնում, սա այն տասնամյակների աշխատանքի արդյունքն է, որը յուրաքանչյուրը տեսել է եւ բնականաբար դա այսօր իր արտահայտումը ստանում է նաեւ այստեղ այս իրավիճակով պայմանած, որովհետեւ այստեղ որևէ մեկը որևէ հավաք չի հրավիրել, որևէ միջոցառում չի կազմակերպել, այն մարդիկ, ովքեր այստեղ կանգնած են, բոլորը տեսել են, ֆիքսել են լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով եւ եկել են եւ սա այն գնահատականն է, որը Սամվել եւ Կարեն Կարապետյանները վաստակել են իրենց աշխատանքով, հանուն իրենց ժողովրդի եւ հանուն իրենց պետության, որը կրկնում եմ աշխարհի բոլոր հատվածներում երկրի ներսում, դրսում բոլոր տեղեր օգտագործել են, իրացրել են։ Պարոն Աբրամյան, ճակերտավոր բարերարներ է անվանում։ Նիկոլ Փաշինյանը ձայնը ինչ են սկսել ակտիվանալ, նրանց կլրեցնեն այնպես, որ այլևս նրանց ձայնը լսելի չլինի։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից փորձել է լրացնել բոլոր այն ուժերին, այն գործիչներին, ովքեր իրենց քաղաքական դիրքորոշումը չեն կիսել, չեն կիսել եւ առաջնորդվել են բացառապես պետական շահերով։ Հիմա այս փուլում որպես թիրախ խնդրել են Սամվել Կարեն Կարապետյաններին, հաշվելով այն հանգամանքը, այն հստակ նաև իր հանրային ուղերձով, Սամվել Կարապետյանը հանդես եկավ իր սատարում հայոց եկեղեցու, արժևորելով նրա դերը այս հարյուրամյակների, հազարամյակների ընթացքում եւ իր անվերապահ աջակցությունը հայտնելով հայոց եկեղեցուն։ Բնականաբար այս իրավիճակում բոլոր այն ուժերը, մարդիկ, գործիչները, ովքեր հանդես են գալիս ազգային դիրքերից, ովքեր հանդես են գալիս այս պարագայում նաև հայոց եկեղեցու պաշտպանության տեսանկյունից, բնականաբար թիրախավորելու են եւ ես չեմ կարծում, թե իրենց համար Կարապետյանների ընտանիքի համար սա եղել է որևէ անսպասելի բան, իրեն գիտակցված են գնացել սրան, իմանալով, որ կա դրված Հայաստանի խնդիրը, մեր պետականության խնդիրը եւ իրեն կանգնել են այդ պետականության պաշտպանության հիմքում։ Ոչ միայն եկեղեցու, այս 7 տարիների ընթացքում նաև դուք լրատվամիջոցների հարգելի գործընկերներ, դուք եք նաև ձեր լուսաբանումներով ֆիքսել այն ամենը, ինչ որ տեղի ունեն մի երկրում, իրավունքի խախտումներից մինչև տարբեր մարդկանց, գործիչների, հասարակական նաև գործիչների թիրախավորում, ես սա մեկ փուլով բաղկացած չէ, սա տարբեր հարթություններում, տարբեր շերտերով արտահայտված է եղել, ոչ առաջին անգամ, բայց այս դեպքում արտահայտվել է Սամվել Փաշինյանը մի քանի օր է, գրառումներ չէր անում, բայց այսօր լայն թափով սկսեց եւ ավելի կոշտացրեց իր գրառումների բովանդակությունը, ինչով եք պայմանավորում եւ մի քանի օրվա լռությունը եւ այսօրվա արդեն այս Դա պայմանավորված է նրանով, որ ինքը լավագույնս գիտակցում է, թե ում հետ գործ ունի, Սամվել Կարապետյան ունի բավականին մեծ հեղինակություն, այո, ոչ միայն երկրի ներսում, այլ դրսում, իսկ սրբազանների հետ կապված իրավիճակը բնականաբար ստեղծված իրավիճակում փոխկապակցված է, որտեղ Սամվել Կարապետյանը հանդես է եկել որպես մայրաթոռի հայոց եկեղեցու պաշտպանության դիրքերից եւ բնականաբար այս տեսանկյունից հարվածները ուղղված են ոչ միայն հոգեվորական են, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր այս փուլում վճռական են եւ իրենց դիրքորոշումը հրապարակային արտահայտում են։ Ինչ եք կարծում, արդյոք այս սատարումն է ոստիկանների ճակերտավոր հապաղելու պատճառը։ Անկեղծ չեմ կարող ասել, թե իրավապահների գործողությունները ինչով են պայմանավորված, բայց չեմ կարծում, որ իրենց համար որևէ անակնկալ բան է եղել, որովհետեւ իրանք ապօրինի հրամաններ կատարելը ոչ միայն պատասխանատվություն ենթադրում այդ ապօրինի հրամանատվողներին, այլ դրանք կատարողներին։ Հատկապես որ ոստիկանությունը առհասարակ ուժային համակարգը լավագույնս տիրապետում է, թե ինչ հրանգներ է իրենց իջեցվում, դրանց քաղաքական բնույթը, դրանց անօրինական բնույթը եւ ովքեր դրա տակ մտնում են, դրա համար վաղ թե ուշ պատասխան են տալու։ Դուք հանդիպում ունեցել եք իր հետ Ոչ, ես Կարեն Կարապետյանի հետ եմ հանդիպել, ոչ, Կարեն Կարապետյանի հետ քիչ առաջ զրուցել, խոսել ենք մի փոքր իրավիճակի մասին։ Հետագայում երբ որ անհրաժեշտ համարի, կարծում եմ անհրաժեշտ բացաբաններ կտան։ Դեռ չեմ հասել, ճիշտացից չեմ։ Իսկ ինչ միջոցների մասին եք խոսում, հանդիպումներ ունեցել եք Սամվել Կարապետյանի մասին, խոսքով եթե քաղաքական
ուժերին չհաջողվի իրենք իրենց միջոցներով Չեմ պայքարը կտանեն։ չեմ խոսել, ճիշտ ասած, Քաղաքական ուժերին չհաջողվի իրենք իրենց միջոցներով չեմ խոսել, կարծում եմ, եթե դրա կարիք լինի հետագայում իրենք դրա կբարձրաբանեն։ Շնորհակալություն։